Քարտեզի վրա Արագիլի թևեր հիշեցնող հատվածը Նորհաճն համայնքի Արագիլ թաղամասն է։ Երևանին բավականին մոտ, բայց բոլորի կողմից մոռացված այս թաղամասում կան բոլոր պայմանները դժվար կյանք եւ առօրյա ունենալու համար։ Արագիլը մոտ 30 տարվա պատմություն ունի։ Ժամանակին այն ամառանոցային տարածք էր, բայց արդեն երկար տարիներ է 80-ից ավելի ընտանիք է մշտապես բնակվում։ Տիկին Հրացինն ամենահին բնակիչներից է։ Թաղամասի խնդիրները ցուցակագրած բերել է՝ աղբահանություն, տրանսպորտ, գազ, ջուր, թափառող շներ։ Շների հարցը, առավոտը դուրս ես գալի գնաս մի հատ հաց առնես գազ։ Այդ շների միջով որ գնում ես միջով հետ ես գալի հացը չկա։ Թաղամասն ունի ոռոգման ջրի խնդիր։ Բնակիչներն այգին ջրելու համար խմելու ջուրն են օգտագործում։ Իսկ երբ ջրի պահանջարկն ավելանում է, առաջանում է նաև խմելու ջրի խնդիր։ 30 տարի առաջ համայնքը բնակիչները քիչ քանակությամբ, որոնք որ այստեղ ապրում էին, իրենց ուժերով, իրենց գումարներով անցկացրել են ջրագիծ։ Դա եղել է ապօրինի, բայց իրանք ջուր են ունեցել։ Հետո տարիների ընթացքում բնակիչների քանակը շատացել է, մենք հիմա օգտվում ենք այդ ջրագծից։ Պարզ է, չէ, որ ինչքան բնակիչները շատ, ընտանիքները շատ, այդ ջուրը չի հերիքելու։ Հետո արդեն որ տեսան, որ բավականին մարդիկ շատացել են, վիոլա ջուրը գյուղապետարանի կողմից գծված եւ հաստատված ինչ-որ նախագծով անցկացրել է ջրագիծը, որը ավարտին է հասցվել, բացի մի փոքր հատվածից։ Ինչու հատվածը չի ավարտվել, որտեվ ըստ նախագծի սխալ բան կա այնտեղ ինչ-որ։ Եվ վիոլա ջուրը չի ավարտում, այսինքն ջրագիծը չի ավարտում, որ շահագործվի եւ մենք ունենանք նորմալ խմելու ջուր։ Գյուղապետարանը գցում է վիոլայի վրա, վիոլան գցում է գյուղապետարանի վրա։ Արագիլ թաղամաս մտնելիս անմիջապես կնկատեք ճանապարհների անմխիթար վիճակը, տրանսպորտի բացակայությունը։ Մոտակա կանգառ հասնելու համար պետք է ոտքով անցնել ավելի քան 1.5 կիլոմետր։ Երեխային դպրոց տանելը կրկնակի բարդ է։ Դե եթե ասենք մեքենա պատահում, տենց մեքենան է իջացնում, բայց հիմնականում ոտով են գնում գալիս։ Օրը 2 անգամ, ասենք, 2 աղջիկ ունեմ, մեկը առավոտվա սմենա, մեկը կեսօրվա սմենա։ Ճիշտ է, մեծս ինքը առավոտը ինքնուրույն է գնում, բայց էլի համենայն դեպս անհանգիստ եմ լինում։ Բայց կեսօրվա համար, ասենք, որ փոքրից տանում եմ, շատ դժվարությամբ եմ տանում ու վախենալով։ Ես էլի ոչինչ, բայց երեխան է մեղք։ Ճանապարհը ընդհանրապես գոյություն չունի, այստեղ ամեն օր ասենք մեքենայով գալի գնում ես, ասենք մեքենան ջարդվում է, ասենք բարից բուն իմաստով, ասենք այդ մեքենայի համար գույքը արկենք տալի, տան համար գույքը արկենք տալի, ամեն ինչ տալիս ենք, բայց ոչ մի խնդիր այստեղ չի լուծում։ Կոյուղի չկա, ինքնաշեն է։ Լուրջ է նաև աղբահանության խնդիրը։ Բնակիչներն աղբը կամ թաղում են հողում, կամ այրում, կամ էլ տանում Երևան աղբարկը գցում։ Մեր գյուղապետը այսպես կոչված, որ գալիս էր ժողովներին, սկզբնական սարեր էր խոստանում, ձորերով ման էինք գալիս։ Ամեն ինչ լավ կլինի, էս կլինի, դժվար է աղբահանությունը դնել։ Մարդ էլ կա հանում ճանապարհներին է թափում, սա աղբա բոլոր տեղերով լցված։ Բոլոր տեղերով։ Թաղամասի բնակիչները վերջին 2 տարին ակտիվ պայքարում են խնդիրների լուծման համար։ Հարցումներ, նամակներ, խնդրանք դիմումներ, այցեր, արդյունք չկա։ Բայց ինչի օրինակ հենց կողքի Զովունիում կարող է տարվա մեջ 2-3 անգամ արտակարգ ասֆալտապատում արվի, իսկ այս հատվածի մասին մարզպետը անգամ այս տարածքի անունը չգիտեր եւ չգիտեր, որ նման տեղ գոյություն ուներ։ Մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք եկեք տեսեք ինքներդ, եկավ փոխմարզպետ ոմն։ Եկավ, տեսավ, այո, անպայման ամեն ինչը կանենք, արեցին։ Տեսնում եք։